Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք Energy մարզասրահից։ Ես Քնարիկն եմ, ինչ է պետք մեզ այս կյանքում ուժ, հզոր կամք, աշխատասիրություն եւ անսահման սեր եւ հավատամք մեր իսկ սեփական կյանքի հանդեպ։ Իմ այսօրվա հերոսը այս էլեմենտների հետաքրքիր միախառնում է։ Եթերում է Մարզվենք միասին հաղորդաշարը։ Նա ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, բոդիբիլդեր, միջազգային կարգի սպորտի վարպետ, սահմանել է մի շարք համաշխարհային ռեկորդներ, դյուցազդագրքի կրկնակի ռեկորդակիրը։ Իմ հյուրն է այսօր Ռուդ Ավդալյանը։ Ողջույն Ռուդ։ Ողջույն, Ռիկ ջան։ Ռուդ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, շատ ուրախ եմ քեզ իմ տաղավարում տեսնել։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ Ռուդ, նախ փորձենք հասկանալ, ինչ է ասել ուժային եռամարտ, powerlifting, ինչ է այն իրենից ներկայացնում, ինչ տարատեսակներ ունի եւ այդ տարատեսակները ինչով են իրարից տարբերվում։ Ուժային եռամարտը ինքը հանդիսանում է մի շարք սպորտաձևերի հիմք, իր մեջ ներառում է 3 մարզաձևերի կոմպլեկտ, ձգում հարթակից, սեղմում հենարանից, ինչպես նաեւ կքանիստ ծանրաձողով։ Նրանք իրարից առանձնանում են իրենց կատարման ձևով, քանի որ 3 վարժության դեպքում էլ աշխատում է մարմնի տարբեր հատվածներ։ Այսինքն ոնց որ մարմինը բաժանես 3 մասի եւ 3 հիմնական մկանների միջոցով ցույց տաս քո ուժը։ Ծանրամարտից ինչով է տարբերվում եռամարտը։ Կարելի ասել ամեն ինչով։ Վարժությունները բավականին տարբեր են, քանի որ ծանրամարտը պարունակում է իր մեջ արագաուժային վարժություններ, իսկ powerlifting-ը նույն ինքը ուժային եռամարտը հենց արդեն իր անունը ասում է։ Նույն ինքը կապ չունի արագության հետ, իր վրա հիմնականում ուղղված է վարժությունների ճիշտ կատարման ձևը, ինչպես նաև ավելի բարձր ուժային արդյունքները։ Դու ընտրել ես bench press տարբերակը, նախ ինչու ես դա ընտրել, հետո առհասարակ սպորտում ինչպես ես հայտնվել Ռուդ։ Սպորտում հայտնվել եմ 11 տարեկանից, չնայած որ միշտ երազել եմ այդ sense սպորտային կյանքը ու սպորտային ապրումները միշտ իմ համար ավելի հետաքրքիր եղել, քան թե տարբեր ոլորտներ։ Հայտնվել եմ հոպարից տղայի օգնությամբ ու քանի որ ինքը ժամանակ հաճախում էր էլի սպորտի, այդպես մի օր եկավ, արի իրար հետ գնանք, իրար հետ սկսենք պարապել, sense բաներ ենք անում ու այդ հետաքրքրությունը արդեն իրանով իմ մեջ կար։ Ֆիզիկական ուժը արդեն դու զգում ես, որ ուժեղ ես։ Նու գենետիկորեն ունեի, բայց միջև չպարապես չես կարող բացահայտես։ Հա, մինչև չես պարապում, չես բացահայտում, առհասարակ գենետիկորեն հաջողված գենետիկա ունենաս, մեկը միջև այդ հաշերի տակ մտնես։ Կան սպորտսմեններ, որ ասում են, ես զգում եի, որ ես շատ ուժեղ եմ, մի բան պիտի անեի, պիտի անեի։ Չէ, դեպքը չի։ Հա, զգում եի, որ միտեղ պիտի այդ ուժը օգտագործեի։ Կան էլի դեպքեր, դե շատ հարցազրույցներ եմ վերցնում, որ ասում են, իմ մեջ կար այդ ուժը, ես զգում էի, որ ափսոս է էլի այդ ուժը։ Քո մեջ այդ զգացումը չկար։ Չէ, իմ մեջ կար կոնկրետ նպատակ, որ պետք է անենց անը, որ մաքսիմալ աշխարհը ճանաչի ինձ։ Հետաքրքիր է։ Ռուդ, մի անգամից արի անցնենք քո հաղթանակներին։ Հերթականությամբ ինչ հաղթանակներ ունես դու, ամենակարևորները իհարկե, որովհետև ես գիտեմ, որ այդ հաղթանակները շատ են։ Հաղթանակներից ամենանշանավորները այն էր, որ 2016 թվականին առաջ անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն, միջև 18 տարեկանների, 2016 թվականին 15 տարեկան էի, որպես հաղթանակ առաջի մեծ ասպարեզների հաղթանակներ, դարձա Եվրոպայի չեմպիոն 56 քաշային կարգում, բարձրացրեցի 120 կիլոգրամ ու սահմանեցի թե Եվրոպայի, թե աշխարհի ռեկորդ, որը միջովս դեռ ոչ մեկի չի հաջողվել անցնել եւ հուսանք չեն անցնի։ Բա աշխարհը մնացած Եվրոպաները։ Դրանից հետո 2019 թվականին դարձել եմ աշխարհի չեմպիոն, այդ ժամանակ արդեն քաշային կարգս փոխել էի։ 62 քաշային կարգում 160 կիլոգրամ արդյունքով էլի սահմանեցի համաշխարհային ռեկորդ եւ դարձա աշխարհի բացարձակ չեմպիոն։ Ու դրանից հետո արդեն այդպես հերթականություններով շարունակվում է։ Ու դարձել եմ 6 անգամ Եվրոպայի չեմպիոն, 2 անգամ աշխարհի չեմպիոն ու ոնց որ արդեն բնավորության գծի պես բաներ, որ ամեն մյուսներին պետք է գոնե 2-3 համաշխարհային ռեկորդ սահմանեի։ Եվ հաստատով շարունակվում է։
Ռուդ, այդ մեդալները հոգեբանորեն ինչ են քեզ տալիս։ Ուժ, հպարտություն, ստիմուլ, էներգիա, ինչ նշանակություն ունեն քեզ համար։ Ավելի շատ կարամ ասեմ դրայվ է տալի կյանքի հանդեպ, քանի որ ավելի ապարտավորեցնում քեզ ճիշտ ապրես, շակերտավոր ասված ճիշտ է։ Ու չգիտեմ, երևի անկախ կյանքի դժվարություններից քեզ միշտ sense մի հատ պայծառ կետ տալիս է, որ դու չմոռանաս քո անցյալը, թե ինչեր ես դու հասել եւ փորձես քո հասածը գոնե գերազանցես։ Հենց մոտիվացիա ապագայի հանդեպ։ Հետաքրքիր է։ Բացի աշխարհի ռեկորդներից, դու սահմանել ես դյուցազնագրքի 2 ռեկորդ։ Ինչ ռեկորդներ են դրանք, Ռուդ, եւ առհասարակ դյուցազնագիրքը ինչ է իրենից ներկայացնում։ Նայեք, շատ լավ հարց է, քանի որ շատ մարդիկ դյուցազնագիրքը շփոթում են Գինեսի ռեկորդների հետ, այդ փորձն փոքր ինձ ներկայացնեմ։ Դյուցազնագրքում ոնց Գինեսի ռեկորդները ամփոփված է աշխարհի ու sense ասած արտասովոր ռեկորդները ու նմանատիպ այլ բաները Հայաստանի դյուցազնագրքում ամփոփված է մեր հայոց դյուցազունների կատարած աշխատանքը, որը ի տարբերություն մյուսների ոչ թե տարօրինակ ռեկորդներ, այլ այդ ռեկորդներով ցույց է տալիս մեր հայի գենը, ինչը ներկայային ավելի շատ պետք է ցույց տանք աշխարհին, որպեսզի աշխարհը չմոռանա ովքեր են եղել մեր նախնիները ու ովքեր ենք մենք։ Հետաքրքիր է, Ռուդ։ Դու նաև բոդիբիլդեր ես եւ այս ասպարեզում եւս ունես հաջողություն։ Ռուդ, մարմինդ ինչպես է սպահում, ինչ ռացիոնով ես սնվում, ինչերից ես քեզ զրկում, ինչքան ես մարզվում։ Նայ, սովորական դեպքերում, այսինքն երբ որ ես sense մեր բոդիբիլդերների լեզվով ասած գտնվում եմ off սեզոնում, մենք դրան off սեզոն ենք ասում, երբ որ դու տվյալ ժամանակահատվածում չես մասնակցում մրցումների, բայց ունենում ես կոնկրետ նախատեսած մրցում, որ օրինակ չգիտեմ մի տարի հետո դու պետք է մասնակցես այդ մրցումներին, սննդակարգը ամբողջությամբ փոխվում է, այսինքն եթե մրցումների այդ չորացման, ասած ռուսերեն ասված սուշկայի մեջ ես գտնվում, մեր ֆիթնեսյան լեզվով ասած, դու այդ ժամանակ պետք է ավելի շատ օգտագործես սպիտակուցներն ու ջրի քանակը կարգավորես, նմանատիպ այլ արդեն սպորտ սնունդը պետք է հրիվ փոփոխես ուրիշ ձեռք, ու ինքը մի քիչ ավելի ծախսատար է, այսպես ասած սուշկան։ Բայց ներկայային գտնվում եմ off սեզոնի մեջ, այսինքն երբ որ դու ավելի շատ փորձում ես էներգիա ստանաս, այսինքն գտնվում ես պրոֆիցիտի մեջ, կամ թե դեֆիցիտի մեջ, ու որպեսզի կարողանաս թե քաշային կարգդ ամփոփեսնու կամ բարելավես, ինչպես նաև կարողանաս աշխատես քո մարմնի հետ մնացած հատվածների վրա, ոնց չգիտեմ, օրինակ քանդակագործը քանդակում է ինչ-որ մի հատ դետալ կամ ինչ-որ մի հատ գործոց։ Նույն այդ ձևով մենք վերաբերում ենք մեր մարմնին, քանի որ այսօրվա տարածը դու կարող ստանաս քո վրա մի ամիս հետո ու եթե հանկարծ այնց ստացվի որ մի ամիս հետո քո տեսածը դու համարես սխալ, այդ սխալը ուղղելու համար կարող դաժե տարիներ պահանջվի, այսինքն ես պետքա քո մտքի ու մարմնի գործերը համատեղես միտեղ ու փորձես ստանալ այն կատարյալը։ Իսկ ինչից ես քեզ զրկում։ Ալկոհոլ, բան կարելի է։ Զրկանքները այնքան շատ է, որ տենց ալկոհոլը չտագործում ես։ Չէ, բացարձակ։ Չես էլ սիրում, թե հատուկ չես ուզում։ Ну, ընդհանուր սեր չկա, բացի այդ ինչը որ իմ սպորտին հակասում է, ես արդեն չեմ սիրում։ Ռուդ, բացի մարզիկ լինելուց դու նաև մարզիչ ես։ Սովորաբար որպես կանոն, գիտենք բոլորս էլ սկզբում մարզիկ են, հետո մարզիչ են դառնում։ Քեզ մոտ զուգահեռ է ստացվել, դա չի խանգարում քեզ, դժվար չէ։ Չէ, նաև, ասենց ասեմ, ունի իր դրական ազդեցությունը, քանի որ դու որպես մարզիկ ավելի լավ ես հասկանում, թե տվյալ բային ինչ կուզես դու ստանաս քո մարզիչի կողմից։ Բայց ժամանակը բա։ Ну, ժամանակը կարելի ասել, եթե որ ունի 24 ժամ, իմ 24-ը բաժանել եմ երկու մասի, 12 ժամը տրամադրում եմ ինձ, 12 ժամը իմ հետևորդներին, ասենց ասած, իմ սաներին։ Այո։ Հետաքրքիր է, ինչ հետագա մրցումային պլաններ կան, ինչ մրցաշարեր ես։ Առաջիկայում powerlifting-ի աշխարհի առաջնություն ունեմ, պարոն Գագիկ Սարյանի գլխավորությամբ պետք է մասնակցենք այդ աշխարհի մրցումներին ու դրանց հետո էլի արդեն այդպես տարվա պլանը ունենք մրցումների, թե Հայաստանի առաջնության, թե Եվրոպայի աշխարհի ու նման շարունակ։ Քեզ հաջողություն եմ մաղթում։ Ռուդ, դու պատերազմի մասնակից ես, ավելին ասեմ հետախույզ ես եղել։ Ես գիտեմ, որ թեման ծանր է, բայց կարծում եմ հեռուստադիտողը պիտի իմանա այս մասին, որպեսզի քո մասին ավելի ամբողջական պատկերացում ունենա, որովհետև դա շատ բան է ասում։ Որ խնդրեմ, մի փոքր կպատմես այդ մասին եւ նաև կուզենամ պատմես քո եւ քո հերիքի հանդիպման մասին։ Կարծում եմ հեռուստադիտողին դա հետաքրքիր կլինի։
Որպես հետախույզ այդ մասնագիտությունը թե ոնց եղավ որ ընտրել եմ, դա էլի ավելի շատ կապված է սպորտի հետ։ Քանի որ եթե դու ունես առողջ ֆիզիկական վիճակ, իսկ առողջ մարմին, առողջ հոգի այդ բանաձևը ոնց որ մեր համար լինի ոսկե կանոն, ես ունեի այդ առողջ մարմինը եւ առողջ ոգին, իսկ դրա միջոցով կարողանում էի իմ հնարավորությունները, իմ հմտությունները ավելի լավ դրսևորել հետախուզության մեջ։ Այդ բանակում քեզ ընտրեցին, տեսան սենց ու որոշեցին։ Հա, իհարկե դա արդեն իմ ցույց տված ցուցանիշների հետ համեմատելով ավելի ճիշտ էր այդ մասնագիտությունը։ Պատերազմի ընթացքում հայրիկիս հետ հանդիպել եմ զուտ պատահաբար, քանի որ հայրիկս այդ ժամանակ կամավորական էր իր խմբի հետ, գտնվում էր Արցախում լրիվ ուրիշ ուղղության վրա, ես լրիվ ուրիշ ուղղության վրա ու ընտրած մասնագիտությունից չէի կարող ասել ես որտեղ եմ գտնվում, որտեղ այդպես կոնկրետ տեղերը չունեի, միշտ տարբեր տեղերում էի լինում։ Գործողության ժամանակ վնասվածքներ էի ստացել, վնասվածքների հետ զուգահեռ շորերս մի քիչ վնասվել էր, մի քիչ արյունոտվել ու ունեց էր ստացվել, երբ որ փոխել էի շորերս, այդ հին շորերը մնացել էր իմ դիրքերում։ Երբ որ հրետակոծությունից հետո այդ շորերը գտել են շորերը։ Այդում է, այո, մեր աշխարհազորի տղաները գտնում են ու փոքր այնպես հուշատետր ունեի։ Հուշատետրի մեջ 3 հատ համար կար նշված։ Առաջի համարը, որ նշված էր քերուս համարն էր, մյուսը մայրիկի, իսկ մյուսը հորս։ Ու որ եթե ինչ հանկարծ ինչ-որ մի հատ բան լինի, գոնե կարողանան տուն հասցնեն ինձ։ Այս տղաները գտել էին այդ հեռախոսը համարը ու զանգել էին, որ ձեր հերոսի շորերը գտել ենք։ Ու նենց էր ստացվել, ոնց որ այդ ընթացքում մի շաբաթ համարը չէի կարողացել տուն խոսայի։ Այս խառը ժամանակներ էին, բայց փառք Աստծո պատահականության սկզբունքով հորս գտնում ենք, դաժե նենց էր ստացվել, որ իրար հետ հեռախոսով խոսալու ժամանակ, երբ որ արդեն կապի միջոց ունեի, նենց մի հատ մեքենա է անցնում իմ մոտով ու նենց էր ստացվել, որ նենց 2-3 րոպեվա տարբերությամբ այդ նույն ձայնը իր հեռախոսից եմ լսում։ Ասում եմ, ես այստեղն ես, պատասխանում է, հա, ինչ իմացար, ասում եմ, այդ ավտոն նորի մոտով անցել ու տենց քայլելով գնում ենք, իրար գտնում ենք լրիվ պատահականության սկզբունքով։ Հարգելի ժողովուրդ, այստեղ է Հերոտ աղա, մեր Ջոնը, մեր մեծ Ջոնը, իր արվեստեղու հետ հանդիպեցին կռվի դաշտում, մեռրեմ ձեզ։ Թող բոլոր ծնողները այսպեսի հանդիպումներ ունենան, առողջ, երջանիկ ու հաղթանակ մեր Հայաստանին։ Բայց Ռոդ, ինձ մի հարց հետաքրքիր։ Պատերազմը ինչքանով փոխեց քեզ։ Ինչ հետ թողեց։ Ոյ, պատերազմ, եթե համեմատենք միջև բանակ գնալուց կյանքը իմ ապրելաձևը, բանակից հետո թե ոնց եմ ապրել, կարամ ասեմ լրիվ հակառակ։ Այսինքն, եթե դու միջև բանակ գնալու, միջև պատերազմը դու կարայիր այսօրվա գործը թողեիր վաղվան, մտածել որ ոչինչ վաղը կանեմ կամ ամենամինիմալ բանը, եթե դու կարայիր մարդուն նեղացնեիր, ասեիր ոչինչ վաղը կուղեմ սխալես, հիմա չէ, հիմա այդպես չեմ մտածում։ Հիմա ավելի շատ մտածում եմ, որ ես վաղվա ուր չունեմ, այսինքն ես ինչ կա այսօրը, վсё, պետք է այսօրվա գործը այսօրվա մեջ մաքսիմալ հասնեմ։ Չգիտեմ, աշխատում եմ օրերս մաքսիմալ հագեցած անցկացնեմ ու այդպես հետագայի հետ կապված այնպես բաներ եմ նախատեսում, որ հնարավորության սահմաններում լինի, որ հասցնեմ անեմ։ Այսինքն բոլորովին այլ կերպով ես նայում ցանկացած վարքյանին եւ քո վերաբերմունքին մարդ։ Հա, քեզ ավելի շատ ստիպում է, որ գնահատես ժամանակը ու գնահատես կյանքդ։ Այո։ Ես պատկերացնում եմ ինչ ես ասում։ Ռոդ, հիմա ես քեզ կտամ քո բնավորությունը որոշակիորեն բացահայտող իմ բլից հարցերը։ Արագ պատասխանում ես։ Գնացինք։ Բռնկ ունես թե հանգիստ։ Դժվարանում եմ ասել։ Հանգիստ ես թե բռնկում։ Այդպես նայած սիտուացիա, բայց հիմնականում հանգիստ եմ, կախված էլի մասնագիտական այդ հետախույզի հմտություններից։ Էմոցիոնալ ես թե սառը։ Սառը։ Նրբանկատ ես թե մակերեսային։ Նրբանկատ։ Համբերատար ես թե հակառակը։ Ահավոր համբերատար։ Խանդոտ ես։ Ահավոր։ Աստվածահավատ ես։ Հա։ Թալիսման ունես։ Ունեի։ Բայց հիմա չէ։ Կորցրել ես թե ուղղակի էլ չես հավատում այդ թալիսմանին։ Չէ, ուղղակի վերջակետ ընտրել թալիսմանը։ Հասկացա։ Քո այն բնավորության գիծը, որը քեզ խանգարում է։ Չվստահելը։
Իսկ այն գիծը, որը քեզ օգնում է, Հավատքը ինքս ինձ։ ինչից ես վախենում Ռուդ։ Կորցնելուց։ Հարազատ մարդկանց։ Հա։ Իսկ ինչն է քեզ անսահման երջանկացնում։ Կողքիներից երջանկությունը ավելի շատ, ինչը ձևավորվել է իմ միջոցով։ Այսինքն եթե ես չգիտեմ, ինչ-որ մեկին դաժե կարող ուղղակի մի հատ թեթև նվեր անեմ, այդ նվերից ես ավելի շատ ուրախանում, քան ինքը։ Շնորհակալություն Ռուդ։ Ռուդ ջան, շնորհակալ եմ, որ եկար։ Օրիգինալ ստացվեց։ Ուրախ եմ։ Այսօր էլ անցանք Ռուդի կյանքի ճանապարհով։ Ձեզ հետ ինչպես միշտ քնարիկներ, այսքանը։ Կհանդիպենք։ Ցտեսություն։